փոխանցել, բայց հիմա սև օրեր ենք ապրում, հերթական մահը գնդակահարությունն ու սպանությունը։ Ուշ գիշեր Փարաքյարում սպանվեց իր տան բակում Վալոդիա Գրիգորյանը, ընտրված համայնքապետը, ոստիկանության սպանվեց նաև Կարեն Աբրահամյանը։ Նույն օրը առավոտյան մենք իմացանք, որ Սանկտ Պետերբուրգում զուգարանում մահացած է հայտնաբերվել նաև Բորիս Ավագյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով դիմել էր պատոսարան հանձնվելու նպատակով եւ մի քանի ժամ ուղղակի որևէ իրավապահ չէր մեկնում նրա հետևից, որպեսզի իրեն արտանազնեն Հայաստան։ Աստաբանը վերջինիս պնդում է, որ սա ինքնասպանություն լինել չի կարող, սա սպանություն է։ Խնդրեմ այս երկու դաժան դեպքերով ձեր գնահատականը։ Նախ իմ ցավակցությունն եմ հայտնում այս ողբերգական դեպքի առթիվ մահացած մեր երիտասարդների հարազատներին իմ ցավակցությունը եւ շուտաբույտ ապակինում եմ մաղթում վիրավոր մեր երիտասարդին։ Գիտեք, ընդհանրական իմաստով մեր հայրենակիցները պետք է պատկերացնեն, որ մշտապես մենք արձանագրում ենք հետեւյալը. այլասերված, հանցավոր, անբարո իշխանությունը ծնում է այլասերված, անբարո, հանցավոր հասարակություն։ Եվ հիմա մենք ապրում ենք այս հասարակության մեջ։ Հիմա տեսեք ինչ տեղի ունեցավ, կեսգիշերին դիմակավորված անձը ինքնաձիգով հարձակվում է Վալոդիա Գրիգորյանի եւ նրա ընկերների վրա եւ կրակայել արձակելով սպանում։ Հիմա շատերը փորձում են այս տարբերակը քննարկել վրեժ թե պատվիրված սպանություն։ Նախ պետք է պատկերացնել, որ վրեժը կարող է իրականացվել նաև պատվերի միջոցով, կամ վրեժը իրականացնի անձը, ով նման մոլուցք ունի։ Այս դեպքը ավելի շատ նման էր պատվիրված սպանության, որովհետև պետք է պատկերացնել հանցավորի գործողությունների նախապատրաստական փուլը։ Ակնհայտ էր դեպքի վայրի ցուցադրությունը եւ այդ դրվագը կրակոցների հետ կապված, հանրությանը պետք է պարզ լինի, որ այս հանցագործությունը լուրջ նախապատրաստություն է անցել, պլանավորված ի սկզբանե։ Նախապես հետապնդվել է, նախապես ճշտվել է Վալոդիա Գրիգորյանի գտնվելու վայրը, տեղանքը, եւ հանցավորը դարանակալած վիճակով կարողացել է անակնկալ հարձակում գործել եւ կրակայել իրականացնել։ Գործողությունները, որը ցույց են տալիս անձի որպես այդպիսին պատվիրված սպանություն որպես կատարողի, այդ գործողությունները ամբողջությամբ ընկալելի էր հենց այդ մի 40-50 վայրկյանանոց այդ ցուցադրման արդյունքում, որ անձը գործում է հստակ, առանց որևէ կաշկանդման, էմոցիոնալ որևէ խնդիրներ չունի, նկատելի է, որ նա ունակ է մարտական կոնկրետ գործողությունների, լիարժեք տիրապետում է զենքին եւ կատարում է այդ գործողությունները։ Հետևաբար դիտել, որ սա հանկարծակի առաջացած վիճակով կատարված սպանություն է, բնականաբար հանրությունը պետք է դա հասկանա, որ սա իրոք պլանավորված եւ ծրագրավորված սպանություն էր։ Բացի այդ, անձը լավ պատկերացրել էր տեղանքը, բավականին լավ գիտեր նաեւ, որ այդտեղ կա կոնկրետ տեսանկարման սարքավորում։ Դուք տեսեք, նա կրակոց է արձակում հեռվից, մոտենալով կրկին անգամ, ինչպես ասում են, կոնտրոլի կրակոց է իրականացնում եւ նույնիսկ զենքի խզակոտով հարված է հասցնում Վալոդիա Գրիգորյանին, հստակ պատկերացում ունենալու եւ հասկանալու համար, որ նա մահացած է։ Այս գործողությունը որպես կանոն կարող է իրականացվել երկու ընկալում առաջացնելու համար։ Նախ առաջինը, որ պատվիրված է, դա հստակ է, բայց հանրությանը եւ իրավապահ մարմիններին շեղելու իմաստով վերջի հարվածը ցույց է տալիս կարծես թե առավել էմոցիոնալ գործողություն, որը կարող է իրականացնել մի անձ, որը լուրջ վրեժ եւ ատելություն ուներ հանգուցյալի նկատմամբ։ Բայց սա կարող է նաեւ ընկալվել այն տեսանկյունից, որ սա շեղելու ունակություն կարող է ունենալ, շեղելու նպատակ հանրությանը եւ վարկած ընտրող իրավապահ մարմիններին, որ սա վրեժի հետևանք է։ Կրկին ցավով արձանագրենք երիտասարդ տղա, որը համայնքապետարանի ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել ԿՊԱ-ական ոհմակին եւ հանրության մեջ ընկալվում էր բարի, ազնիվ, մարդկանց նկատմամբ հարեհաս վարքագիծ ունեցող տղա, 4 զավակների հայր։ Եվ այս ամենաթողության, այս հանցագործությունների առաջին եւ հստակ պատասխանատուն այս իշխանություններն են։ Այս իշխանությունների առաջի դեմք հանդիսացող վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Եվ հիմա ԿՊ ոհմակը անդադ
Հարձակում է գործում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, որոնք մեղադրում են իշխանություններին այս հանցագործության համար, եւ Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում եւս փորձում է շեղել հանրությանը եւ ուղղորդել իրավապահ մարմիններին, հայտարարելով, որ սա գործնականում Վրեժի հողի վրա տեղի ունեցած սպանություն է, առանց այն ենթատեքստը դնելու, որ մենք շատերս այն կարծիքն ունենք, որ սա քաղաքական դրդապատճառներից բխող սպանություն է։ Դուք նկատեք, ընդդիմադիր համայնքապետերը կամ բռնության են ենթարկվում, խոշտանգվում են, կամ քրեական հետապնդման են ենթարկվում։ Այսօր բազմաթիվ 2 տասնյակից ավելի համայնքային ընտրություններում ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր գործիչները կարողացել են տարածքում հաղթանակներ տանել։ Հանրությունը լավ է գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է եւ ընտրում են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետեր։ Եվ հիմա վարկածը միայն ընդունելով որպես Վրեժի հողի վրա դուրս են թողում այլ վարկածները։ Ոստիկանապետ Արամ Ղազարյան կարծես թե հանրությունը տեսավ այս անձի խղճուկ վարքագիծը։ Նա ոստիկանությունից դուրս եկավ, կանգնեց լրագրողների առաջ եւ ասաց, որ եկել են ոչինչ չասելու համար։ Լավ հայտնի է, որ նախաքննական գաղտնիք պետք չի հրապարակել, բայց կարելի է լրագրողներին ինչ-որ կոնկրետ հստակ գոնե վարկածների թվարկում իրականացնել։ Բայց վարկածներ արդեն Նիկոլ Փաշինյանը արդեն հրապարակել է եւ հաստատապես համոզված եղեք, որ այլ վարկած սրանք չեն ընդունելու։ Մենք համոզվածություն ունենք, այո, Վարոյցա Գրիգորյանի սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ եւ քրեական վարույթ հարուցել միայն սպանության հոդվածով պարզ հասարակ սպանության 155 հոդվածի առաջին մասով եւ դրա հետ նաեւ համակցությամբ զենք զինամթերք կարելու փաստով սա կարելի ասել իրավաբանության անգրագիտության չափանիշ է։ Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 2 եւ ավելի անձ է սպանվել։ Անձը հանդիսանում է պետական իշխանության ներկայացուցիչ, պաշտոնատար անձ։ Հետևաբար սպանությունը կատարվել է նաեւ իշխանության ներկայացուցիչի դեմ։ Նրա նկատմամբ է կատարվել այդ սպանությունը։ Եվ պարզ հասարակ սպանություն որակելով գործնականում իրավապահ մարմինները շեղում են ամբողջ նախաքննությունը, շեղում են մարդկանց ընկալումը արդարադատության նկատմամբ։ Դուք պատկերացրեք, հանրությանը տեղեկացնում են, որ այսպիսի ողբերգական դեպքը, որ ամբողջ հանրապետությունը ցնցել է, տեսեք, հանցագործության բացահայտման աշխատանքները կազմակերպում եւ ղեկավարում է Արփինե Սարգսյանը։ Հայրենակիցներ համոզված եղեք Արփինե Սարգսյանը, որ ղեկավարում է հանցագործության բացահայտումը, հանցագործությունը առավոտից բացահայտվելու է։ Լավ, սա ծաղրուծանակ է իրավապահ մարմինների նկատմամբ։ Այս աղջնակը պետք է կազմակերպի հանցագործության բացահայտումը։ Ոստիկանության ծառայողները համոզվածություն եւ հույս ունեն, որ Արփինե Սարգսյանը պետք է իրենց ուղղորդի հանձնարարականներ տա հանցագործությունը բացահայտելու։ Լավ, դուք հանրությանը իրոք ձեռ եք առնում։ Շատ կարևոր մի հանգամանք եւս այստեղ կա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի ուղերձը ցույց տվեց իրավապահ մարմինների նախկինում գործած սխալ, ես կասեի հանցավոր ամփոփության, հանցավոր վարքագծի գործողությունները։ Ինչով։ Դեռևս այս տարվա փետրվարի 5-ին տեղի էր ունեցել նախկին համայնքապետ Ավդալյան, եթե չեմ սխալվում, նրա բարեկամի սպանությունը։ Այդ բարեկամի սպանության գործով ձերբակալվեցին, եթե չեմ սխալվում, անազատության մեջ պահվեցին 14 անձ եւ եւս մեկը մինչեւ այսօր կալանքի տակ է եւ հայտնի չէ նրա մեղավորությունը այդ Ավդալյանի բարեկամի սպանության մեջ հիմնավորված է թե ոչ։ Տեսեք, այդ վարկածը ընդունելով, որ Ավդալյանի բարեկամի սպանությանը մասնակցել են կամ այդ հանցագործությանը մեղսակից են եղել Վալոդյա Գրիգորյանի մտերիմները կամ աջակիցները։ Դուք տեսեք, նախաքննությունը վարկած է ընդունել, վարկածի միջոցով Վրեժի մոլուցք է ստեղծել տուժող կողմի համար, դեռևս հայտնի չլինելով, չհայտնաբերելով կոնկրետ հանցագործություն կատարած անձին։ Այդ վարկածը ծնել է նոր հանցագործություն, եթե իհարկե ընդունենք, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը տեղի ունեցել Վրեժի հողի վրա։ Բնականաբար Վրեժի հողի վրա կարող է իրականացվել նաև պատվիրված սպանություն, որը եւ իրականացվել էր այս դրվագում։
Նաև տեսեք մահացել է ոստիկանության ծառայող, որը մտերիմ հարաբերության մեջ է եղել համայնքի ղեկավարի հետ։ Եվ հիմա փորձում են սրանք իբրև թե հանցագործությունը բացահայտելու լուրջ նպատակներ ունեն։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ հանցագործություն կատարող անձը արդեն Հայաստանում իսկ չի։ Նա լավ պլանավորված պատրաստված գործողություն է իրականացրել։ Շատերն ասում են նա ոտքով հեռացավ։ Համոզված եղեք, որ որոշակի հեռավորության վրա նրան մեքենա է սպասել։ Հետևաբար նա ունեցել է կոնկրետ հանցակից։ Եվ այս հանցագործությունը փորձում են տանել դեպի Վրեժի հողի վրա, դեպի այն տարբերակով, որ կենցաղային է դարել։ Վաղը գուցե մարդկանց հանրությանը համոզեն, որ սա իրականացվել է սննդային թունավորման հետևանքով։ Կարող են մարդկանց համոզել, որ վրայերթի հետևանքով է Վլադիմիր Գրիգորյանը մահացել։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Հիշեք նրա կողմից հանցագործությունների ուղղորդման դեպքերը, Սուրմալուի դեպքը։ Առավել ակնհայտ էր Ազատ գյուղում կատարված սպանությունները 15 մեր երիտասարդների։ Ազատ գյուղի դեպքից հետո 4 ժամ, 5 ժամ հետո կառավարության նիստում արդեն կոնկրետ վարկած են հրապարակում։ Վարչապետ կոչվածը, ներքին գործերի նախարարը, ազգային անվտանգության քննչական կոմիտեի նախագահը, որ դա եղել է անզգուշություն հրդեհի հետևանքով։ Եվ տեսեք, արդեն ավելի քան 2 տարի է, արդեն դատաքննություն է ընթանում, այդ վարկածն է մինչև վերջ ընթանում, այլ վարկածներ առաջ չքաշվեցին։ Եվ այս ազգակործան պատուհասի այն հայտարարությունը, որ ինքն է կառավարություն, հետևաբար պետք է ընդունել, որ նա եւ ինքն է օպերլիազորը, համայնքային ոստիկանը, պարեկը, քննիչը, դատախազը եւ դատավորը։ Այո, ինքն է ամբողջությամբ, որովհետև նա ուղղորդում է բոլորին։ Ապա անձանց նշանակում է կոնկրետ պաշտոնների եւ փորձում են հանցավորության դեմ պայքար իրականացնել։ Եվ Արամ Ղազարյանին հարցադրում է անում լրագրողը հրաժարական կտակ թե ոչ։ Ինչ հրաժարականի մասին է խոսքը։ Բազմապիսի հանցագործություններ տեղի ունեցան։ Հանրության հիշողությունը կարծես թե մարում է, չեն կարողանում հիշել։ Հիշեք ինչպիսի ողբերգություններ տեղի ունեցան սրանց իշխանության օրոք։ 44 օրյա պատերազմի 5000-ից ավելի զոհերը, կորոնավիրուսի հետ կապված շատերն ասում են անփույթ, անգրագետ, ես կասեի դիտավորյալ անգործությունը, որ 10,000-ից ավել մարդիկ մահացան։ Սրանք շատ դեպքերում պնդում են, որ նախկինում պատիեզդներում, դալաններում էին մարդկանց ծեծում։ Բայց դուք սպանում եք մարդկանց, ոչ միայն ծեծում։ Որ հանցագործությունը բացահայտվեց։ Մեհեր Եղազարյանը հացադուլ հայտարարելով դեռևս 19 թվականին մահացավ քրեակատարողական հիմնարկում։ Մանվել Գրիգորյանին խոշտանգելով սպանեցիք։ Եվ մարդուն վիրավորելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու նպատակով մենախցում նրան նկարել եւ հրապարակել եք ձեր թերթում։ Երջանկայիշտակ Արմեն Գրիգորյանը ճիշտ էր ասում։ Հեռացրեք սրան, որ մահեր չլինեն։ Մեր լավագույն հայրենակիցին, մեր հայրենասեր ընկերոջը խոշտանգման ենթարկով սպանեցին, դատանի դալիճում մահացավ։ Որ դեպքերը հիշեցնենք։ Հիշենք ինքնասպանություն որակված դեպքերը, Գյորգի Կուտոյանի, Հայկ Հարությունյանի դեպքերը։ Դրանք ինքնասպանություն որակվեցին։ Եվ հիմա փորձում եք հանրության աչքին թոս փչել, թե իբր դուք հանցավորության դեմ եք պայքարում։ Հանցավորությունը կրկնակի, եռակի անգամ աճել է։ Ընդամենը 3 երեկոյան նոր-նորքի թաղամասում մանկապարտեզի դիմաց կրակոցներ են հնչել։ Լրատվությունը հայտնում է, որ գնդակներից մեկը խոցել է պատուհանը։ Եվ այս ֆոնի վրա դուք հայրենասեր մեր ընդդիմադիր գործիչներին կալանքի եք տանում։ Դուք պատկերացրեք շատեր այս հարցին ուշադրություն չդարձրեցին։ Օրեր առաջ սպանություն տեղի ունեցավ Էրեբունու տարածքում։ Դուք պատկերացրեք սպանության համար մեղադրյալը, որի նկատմամբ խափանամիջոց կալանավորում չի ընտրել, նա գտնվում էր իր բնակարանում, հավանաբար տնային կալանքի մեջ, կրկնում եմ սպանություն կատարած անձը գտնվել է տնային կալանքի մեջ,
եւ նրա պատշգամբ փորձել են այլ անձիկ մտնել եւ նրա նկատմամբ երևի վրեժի սկզբունքով ինչ-որ գործողություն անել, գուցեև սպանել։ Այսպես այստեղ հարցը էական չի, թե այդ տղան ինքնապաշտպանության միջոցով իրեն պաշտպանելով անձ է վնասել, ընդհանուր մահ պատճառելով։ Այստեղ էականն այն է, որ սպանության համար քրեական հետապնդման ներքո գտնվող անձը գտնվել է իր բնակարանում, դեռ դա քիչ է, իր բնակարանում գտնվելու պայմաններում հրազեն է ունեցել։